Հաթերքը Մռավի հարավային լեռնալանջին է, Թարթար գետի ձախափնյակում։ Գյուղի շրջակայքում գետերի և աղբյուրների պակաս չկա, բայց խմելու ջուրը չէր հասնում բնակիչներին, քանի որ ներքին ցանցը շարքից դուրս էր եկել։ Արմենուհի Օհանյանը գյուղապետարանի աշխատակիցներից է։ Տարիներ շարունակ խնդիր էր, շատ մեծ խնդիր էր խմելու ջուրը Հաթերքում։ Որոշ ընտանիքներ ունեին, որոշները բերում էին տարբեր միջոցներով, տարաներով եւ այլն, իսկ Հայաստան համահայկական հիմնադրամի շնորհիվ այս տարի ունեցանք շուրջօրյա ջուր։ Հաթերքցիները սերնդեսերունդ ջուր են բերել Սպիտակ աղբյուրից։ Այսօր ջուրը հասել է նաև Էդուարդ Պետրոսյանի տուն։ Գյուղի կյանքում նոր ջրագիծը շատ բան փոխեց։ Նախ ջուրը տա կյանքը։ Առանց ջրի, ենել խմելու ջրի հնարավոր չէ մարդ ապրելու։ Գյուղը փաստորեն 4 կողմից ջուր ուներ, գետեր են հոսում, եւ Պողտոր գետը, եւ Թարթարը, եւ Գարագը, եւ Թարղեն, բայց խմելու ջուրը միշտ պակաս էր գյուղում։ Ինչու՞։ Որովհետեւ ջրացանցը հին էր, առաջինը, որը կառուցվել ավելի քան 50 տարի առաջ, երկրորդը բաշխումները ճիշտ չեն արված։ Ջրագծերը որ անց են կացրել, բաշխումները ճիշտ չեն բաշխել տներին։ Հիմա այս նոր ցանցը որ կառուցել են, բաշխումները ճիշտ են արել ու հաշվիչներ են տեղադրել։ Հիմա ոչ թե ջուրը հերիքը, այլ ջուրը ավելցուկ է։ Հաթերքը Արցախի հնագույն բնակավայրերից է։ Գյուղի անունը հանդիպում է միջնադարյան պատմիչների մատյաններում։ Գայանե Սարգսյանը դպրոցի հայոց պատմության ուսուցչուհին է։ Հաթերքը եղել է նաև որպես իշխանանիստ, ասում են Թարթար գետի ամբողջ հովիտը մինչև Ծար, այսինքն ներկայիս Խարվաճառը, եղել են հաթեր ցեղով բնակեցված եւ ընդհանուր առմամբ հաթերքը որպես կամ հաթեր ցեղը որպես հին Հայաստանի հնագույն ցեղերից մեկն է եղել։ Եվ ասեմ նաև, որ գյուղը շատ հին պատմաճարտարապետական կառույցներ ունի, միայն մի հետաքրքիր բան կարող ենք ասել, որ Մխիթար Գոշը իր դատաստանագիրքը գրել է հենց Հաթեր գյուղում։ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Հաթերքը, ինչպես եւ Մարտակերտի գրեթե ամբողջ շրջանը, ամիսներ եղել է ադրբեջանական զինուժի գրավման տակ։ Ազատագրումից հետո Ռուսաստանում, Հայաստանում եւ այլ երկրներում ապաստանած հաթերքցիների մի մասը այլևս չվերադարձավ տուն։ Գյուղը միջև տեղահանում ուրեմն 92 թվականի հուլիսի 4-ի դրությամբ գյուղում ապրում էր մոտավորապես 2800 մարդ։ Հիմա ինչքան ապրում 2000։ Հիմա 1500։ 1500։ Հա, 1500